ուսումնասիրել ենք արևմտահայերենի քերականության հիմնական առանձնահատկությունները և այսօր կփորձենք դասը ներկայացնել ինչպես մեր ընկերներին, այնպես էլ ուսուցիչներին։ Արդի գրական հայերենի երկու տարբերակներում զգալի են քերականական տարբերություններ։ Դրանք հատկապես բնորոշ են գոյականին, դերանվանը և բային։ Հայերենի հիմնական յուրահատկությունները հետևյալն են։ Թեքվելիս, հորվոպելիս բառերը հազվադեպ են ենթարկվում շերտափոխական հնչյունափոխությանը։ Որդի, որդիեն, դաշտերից դաշտերեն, սնունդ սնունդով, ծաղիկ ծաղիկին։ Արևմտահայերենում թեքումները, հոլովները ունեն արևելահայերենից տարբեր վերջավորություններ։ Արևելահայերենում բացառականը կազմվում է ից ուց վերջավորություններով, արևմտահայերենում կազմվում է է-մ վերջավորություններով։ Օրինակներ. ճամփաներեն ու դաշտերեն։ Արևմտահայերենում արկա է մ անորոշ հոդը, միշտ վերջադաս կիրառությամբ։ Արևմտահայերենում հիմնականում ունի նյութական նշանակություն։ Օրինակներ. սույթ մ խինդեր կետ ունենայ թող խաշտիշ, տուր ինձ տեր ուրախություն անհաստական։ Մին արևմտահայերենում հոդ է և գործածվում է հնչյունափոխված տարբերակով, միխ մ։ Օրինակներ. կարմիր ծաղիկ մգարունի, արտումը ինձի նվիրեցիր։ Խանդաղանակ մոհորդեցավ իմ նվախոտ տանչքից տակ։ Ու մետաքսե ուղի մսիս, ձեր ծաղիկին տարավ աղուն, հոն ժպտեցավ կյանքը ինձի, հմալիքներում հուլվուն անցավ և ուրվական մկասկածի անոր մոտեն երբեք չանցավ։ Ես ներկայացրի Միսակ Մեծարենցի երազ օրեր բանաստեղծությունից հատված։ Ոչ ոմանք և այլն կապակցում են դրական բայի ձևերի հետ, և այդ միավորումը արդեն իսկ իրենից ներկայացնում է ժխտական իմաստ։ Այսինքն, բայի վրա առանձին ժխտական մասնիկ չի ավելանում, չի, ոչ, չի, քանի որ ժխտական իմաստը արդեն բերում է դերանունը, ոչ ոք, ոչինչ և այլն։ Արևմտահայերենում ասում ենք, ոչ ոք ըսավ, արևելահայերենին համարժեք է ոչ ոք չասած։ Արևմտահայերենում հարակատար դերբայը, բանցի անկախ կիրառությունից, կազմում է ժամանակաձևեր, հարակատար ներկա և հարակատար անցյալ։ Վհատության պես մոլորում զոր քաշած է սերն հոգվում ինտեն։ Ու կյանք սերն հորդած է հոն լեռնածին զերտ վտակ, ուր կատիներ ու ցայքեր հետս հետե կհոսին։ Ալ հոգնած են, սպասել են, հենչանքներուս մեղրին անուշ։ Իսկ արևելահայերենում հարակատար դերբայը անդեն բայ է, նրանով ժամանակաձևեր չեն կազմում։ Արևելահայերենում նախադասության մեջ միանալով օժետակբային դառնում է բաղադրյալ ստորոտյալ։ Օրինակ, երեխան խիստ մրսած է, նա կանգնած է սեղանի մոտ և ինչ-որ բան է մտորում։ Արևմտահայերենում հարակատարը, ինչպես արևելահայերենում, անկախ դերբայների շարքում է և ունի ինքնուրույն գոհաստոցություն։ Բայց արևմտահայերենում հարակատար գումարած օժետակբայի գաղափարը բնորոշ է բոլոր բայերին, անկախ դրանց սեռից ու իմաստից։ Օրինակ, գրած եմ, գրած ես, գրած եմ, ըրած եմ, ըրած ես, ըրած եմ։ Երբ ասած, արևելահայերենի բնորոշ է կրկնակի ժխտումը, որն արևմտահայերենում երբեք չի հանդիպում։ Այսպես, արևելահայերենում սովորական է, ոչ ոք չէր ուզում մեռնել։ Արտահայտությունը, որը արևմտահայերենում համարժեք կլիներ տրված տարբերակներից, որն է գործածական արևմտահայերենում։ Ոչինչ չէր կրնար ընել, ոչ ոք եկավ դպրոց, ոչինչ չէր կրնար ընել, ոչինչ չի ըսավ։ Ոչ ոք եկավ։ Մենք համատեղ ուժերով ստեղծել ենք գիրք արևմտահայերենի հիմնական քերականական առանձնահատկությունները արևելահայերենից վերնագրով, որը սիրով նվիրում են դպրոցի գրադարանին։ Նաև կվիզ, որը հիմա ցուցադրվի էկրանին։ Խնդրում ենք QR-ով գործել ու